Ուր է Ադամ։ Սիրելի հավատացյալներ, սիրելի բարեպաշտ քրիստոնյաներ, այսօր մեծ պահքի երկրորդ կիրակին է եւ հայ առաքելական եկեղեցին այս կիրակին անվանում է արտաքսման կիրակի։ Եվ հիշատակությունն է Սուրբ գրային այն հատվածի, թե ինչպես մարդ Արարածը առաջին անգամ մեղք գործեց եւ չափ աշխարհեց կատարածի համար։ Եվ ինչ հետևանք ունեցավ իր համար եւ ողջ մարդկության համար։ Գիտեք, հետաքրքիր է մի պահ ամենքս մեր մտքում մտածենք, փորձենք վերհիշել եւ վերջին անգամ մենք այսպես ասած հեռանում ենք Աստծուց, արդյոք մեր ներսում լսել ենք այս հարցը, ուր ես, ինչպես Աստված Ադամին հարցրեց, ուր ես Ադամ։ Ինչ է նշանակում, երբ հեռացել ենք Աստծուց, երբ ամեն անգամ որևէ մեղք ենք գործել, հատկապես երբ գիտակցել ենք, որ սա սխալ է, սա չի ցանկանում, որ Աստված չի ցանկանում, որ մենք կատարենք, բայց կատարել ենք։ Ամեն անգամ, երբ աղոթքը մեր շուրթերին սառչել է։ Ամեն անգամ, երբ ցանկացել ենք աղոթք անենք, գնանք եկեղեցի, բայց ծանրացել է մի բան մեր սրտում։ Չենք կարողացել գնալ։ Ամեն անգամ, երբ սխալը, մեղքը դարձել է սովորություն մեր համար, միշտ կատարել ենք։ Եվ լավ կլիներ, որ ամեն անգամ այդ հարցը մեր ականջներին հնչեր, մեր ներսից բխեր այդ հարցը, թե ուր ես հիմա դու, ինչ վիճակում ես գտնվում։ Սա մարդկության առաջին հարցն է եւ գուցե ամենաանձնականը։ Տեսեք, այս կիրակին մեզ հիշեցնում է եւ հիշեցնում է այդ պատմությունը եւ կանգնեցնում է մեզ մի դառը ճշմարտության առջև։ Մարդը ստեղծվեց դրախտի համար, բայց մարդը ընտրեց Աստծուց հեռանալը։ Սա միայն Ադամի պատմությունը չի, սա մեր պատմությունն է։ Ամեն անգամ, երբ մենք մեղք ենք գործում, նույնիսկ մի փոքր մեղք, եւ դրա համար մենք չենք ապաշխարում, մենք ինքներս մեզ արտաքսում ենք մեր դրախտից, մեր խաղաղությունից, մեր ներսի հանգստությունից, Քրիստոսի լույսից, Քրիստոսի ընձեռած հնարավորությունից, ինքներս մեզ հեռացնում ենք Աստծո ներկայությունից։ Եկեք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Ծննդոց գրքում հանդիպած այս հատվածում Աստված Ադամին պարզապես չասեց գնա, մեղք գործելուց հետո չասեց գնա Ադամ, ասեց ուր ես Ադամ։ Այսինքն Աստված, որ ամենագետ է, շատ լավ գիտեր, որ Ադամը մեղք էր գործել, կերել էր արգելված պտուղը։ Եվ Աստված չի հարցնում ինչու արեցիր, այլ ասում է ուր ես Ադամ, ինչ կարգավիճակում ես գտնվում այժմ դու։ Ուրեմն մեր սուրբ հայրերից Հովման Ոսկեբեյանն ասում է Աստված հարցնում է ոչ թե տեղեկանալու համար, այլ Ադամին ապաշխարության բերելու համար։ Սա դատավորի հարցը չէ մեղադրյալին, այլ սիրող հոր կանչն է ուղղված իր որդուն ասելով, թե ինչու մեղանչեցիր, տես հիմա ինչ վիճակում դու հայտնվեցիր։
Տեսեք, ոչ թե ասում է ինչու անհնազանդ եղար, այլ ասում է ուր ես հիմա դու։ Որովհետև Աստծուն նախ հետաքրքրում է քո հոգեվիճակը։ Մինչ մեր գործելը Ադամը ազատ էր, տեսնում էր Աստծուն, Աստծուն տեսնելուց չէր ամաչում իր կարգավիճակից, բայց ասում է չէ, երբ կերավ արգելված պտուղը, հասկացավ, որ մերկ է եւ Աստծո ոտնաձայները լսեց ու թաքնվեց Աստծուց։ Եվ որովհետև Աստծուն նախ հետաքրքրում է մեր կարգավիճակը, Ադամի թաքնվելը հաճախ մեր թաքնվելն է։ Մենք էլ ենք հաճախ, չէ, փորձում թաքնվել Աստծո ներկայությունից։ Ադամը Սուրբ գրքում ասում է թաքնվեց թփերի մեջ, ծառերի մեջ։ Սա միթե ծանոթ իրավիճակ չէ մեզ համար։ Այսօր մենք նույնպես թաքնվում ենք աշխատանքի մեջ, պատճառաբանելով զբաղված ենք, զվարճանքների մեջ, հաճախ նաև այս վերջին տարիներին հեռախոսների, համացանցի եւ այլ գործողությունների մեջ ենք մեզ թաքցնում, բայց նույնիսկ Աստծո ձայնը հաճախ հասնում է ամեն տեղ։ Եվ Աստված այդ ամենի միջով մեզ ասում է՝ ուր ես դու, ինչ կարգավիճակում ես գտնվում։ Սուրբ Եփրեմ աստորին ասում է, Ադամը թաքնվեց ծառերի հետևում, բայց չկարողացավ թաքնվել Աստծո սիրուց։ Այս խոսքը շատ խոր իմաստ ունի։ Մենք կարող ենք թաքնվել եկեղեցուց, կարող ենք հեռանալ աղոթքից, բայց չենք կարող փախչել Աստծո սիրուց։ Մեղքի հետևանքը շատերը կարծում են, թե դժոխքում այրվելն է, բայց մեր եկեղեցու հայրերն ասում են, որ մեղքի հետևանքը նախ Աստծուց հեռանալն է։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, մեղքը մարդու մեջ ստեղծեց օտարություն Աստծո ներկայությունից։ Եվ սա է արտաքսման ողջ ցավը։ Ոչ միայն դրախտի դուռը փակվեց, այլ նաև մարդու սիրտը սառեց։ Եվ սակայն այս հարցը դեռ շարունակում է հնչել։ Ուրեմն այս կիրակին, այս արտաքսման կիրակին, դատապարտության կիրակի չէ, սա վերադարձի հրավեր է մեզ։ Աստված այսօր էլ յուրաքանչյուրիս ասում է, ուր ես։ Եվ հատկապես նրանց, ովքեր որ վաղուց աղոթք չեն արել, ովքեր մեղքերի մեջ են խրվել, ովքեր ինչ-ինչ պատճառներով, երբ իրենց աղոթքի պատասխանը չեն ստացել, խռովքի մեջ են ընկել, ովքեր կարծում են արդեն ամեն ինչ ուշացած է։ Եվ այս բոլորի մեջ Աստված հարցնում է, ուր ես դու։ Սիրելի հավատացյալներ, եթե լսում ես այս խոսքը, ուրեմն Աստված դեռ քեզ փնտրում է։ Ուրեմն վերադարձի ճանապարհ կա։ Բայց ինչպես մենք արձագանքենք այս հարցին։ Ադամը արդարացավ, ասեց ես շարեցի։ Կինը որին որ դու տվեցիր, նա ասեց որ անեմ։ Կինը իր հերթին ասեց ես շարեցի, օձը ասեց որ անեմ։ Բայց մենք ինչ պետք է անենք։ Մենք չպետք է կրկնենք Ադամի սխալը, չպետք է արդարանանք, այլ հակառակը, պետք է խոստովանենք, ասենք այո, Տեր, ես սխալվեցի, ես մեղք գործեցի, ես այս քայլը արեցի, որը որ քո կամքի մեջ չէր մտնում, ես սխալվեցի, որովհետև չհասկացա, ես գայթակղվեցի եւ խոստովանել, եթե ուզում ենք Ադամի սխալը չկրկնել, ապա պետք է խոստովանենք մեր կատարածը։
Ադամը թաքնվեց։ Մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է քայլենք դեպի լույսը։ Քայլենք դեպի Աստծո խոսքը։ Ասենք, ահա Տեր, քո առաջ են կանգնած, նույնիսկ մեղավոր վիճակում, բայց քո առջև ենք մենք կանգնել։ Այո, ոչ գլուխներս բարձր, գլխի կոր, բայց քո առջև ենք մենք կանգնել։ Եվ ուզում ենք, որ դու մեզ մաքրես, ուզում ենք, որ ուժ տաս, որ ես այլևս չկրկնեմ այդ սխալը։ Ադամը վախեցավ, բայց մենք պետք է վստահենք ու սիրենք Աստծուն։ Որովհետև որտեղ որ կա վախ, այնտեղ կա սիրո բացակայություն եւ վստահության պակաս։ Չկա մեղք, որ հաղթի ապաշխարությանը։ Եվ սա է մեր հույսը, որ արտաքսման կիրակին մեզ ապաշխարելու հնարավորություն է տալիս։ Որպեսզի մենք կարողանանք ուրես այս հարցին պատասխանել աղոթքով, ապաշխարությամբ, ներողությամբ եւ վերադարձով դեպի եկեղեցի, դեպի Աստծո տուն, դեպի Աստծո ներկայություն։ Սիրելիներ, չպետք է վախենանք վերադարձից։ Այո, միշտ պատրաստ պիտի լինենք, որովհետեւ դրախտի դուռը փակվեց Ադամի առաջ, բայց Քրիստոս բացեց այդ դուռը մեզ համար։ Մեզ տվեց հնարավորություն, մեզ տվեց որդեգրություն։ Ուրեմն արտաքսման կիրակին թող չմնա մեր մեջ միայն հիշողություն Ադամի անկման մասին, այլ դառնա մեր վերադարձի սկիզբը եւ երբ Տերը այսօր մեզ հարցնում է ուր ես Ադամ, թող մեր սիրտը պատասխանի ահա Տեր, ես եմ, գալիս եմ քեզ մոտ, գալիս եմ, որ ինձ քո գիրկն առնես եւ մխիթարես։ Այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։